Գևորգ Չաքմիշյան, ես ներկայացնում եմ GH Storage Enterprises ընկերությունը, կապված հարկային մարմնի գրած վարչական ակտի հետ, բայց անուղղակիորեն կապված եմ նաև այս քրեական գործի հանգամանքներին և նույնպես կարող եմ փաստել, որ վարչական վարույթը իր հերթին նույնպես աբսուրդի և անօրինականությունների մի շարան է և այնքան կոպիտ, անթակույց և պրոֆեսիոնալ առումով անմակարդակ ձևով է արված, որ ծիծաղելի է նույնիսկ ոչ իրավաբանների համար։ Հասարակ օրինակ բերեմ։ Մենք ունենք ստուգման ակտ, հարկային մարմնի կողմից գրված։ Մի կողմ թողնենք այդ ակտի հիմնավորվածությունը, թե հարկային իրավունքի տեսակետից ինչքանով է հիմնավոր։ Ընկերությունը վարչական վարույթի շրջանակում իրավունք ունի, սահմանադրական իրավունք ունի բողոքարկելու այդ ակտը։ Մինչդեռ քրեական գործը, մասնավորապես Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, կառուցված է այդ ակտի և այդ ակտին հարակից այլ փաստաթղթերի, ապացույցների հիման վրա։ Եթե վարչական վարույթում, վարչական դատարանում ակտը անվավեր է ճանաչվում, ապա փլուզվում է ամբողջ քրեական գործը։ Մինչդեռ քրեական նախաքննության շրջանակում կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ապացուցում են ճակերտների մեջ նախաքննության մարմնի կատարյալ վստահությունը, ինքնավստահությունը, այսինքն խափանման միջոց է կիրառվել կալանքի տեսքով, ոտնահարվել են անձանց, այս 3 անձանց հիմնարար սահմանադրական իրավունքները, այսինքն իրենք անչափ վստահ են, որ վարչական դատարանը մերժելու է ընկերության հայցը ակտը անվավեր ճանաչելու մասին։ Ավելին, վերջի միջնորդություններից օրինակ, հարկային մարմինը միջնորդել էր վարչական դատարանին կասեցնելու վարչական վարույթը մինչև քրեական գործով դատավճիռ կայացնելը կամ քրեական գործով ավարտ ունենալը։ Այսինքն, ինչ են առաջարկում պաշտոնատար անձինք իդեմս հարկային մարմնի աշխատակիցներին, որ վարչական մարմինը կասեցնի իր գործողությունները, վարչական դատարանը կասեցնի իր վարույթը, սպասի տեսնի մինչև այս մարդկանց դատեն, դատապարտեն, այնուհետև փորձի վերանայել ակտի հիմնավորության հարցը և մի բարի օր միգուցե պարզվի, որ այդ ակտը անվավեր ակտ է։ Եվ ես անձանց ինչ պիտի ասեն, հարգելիներս կներեք, փոքր սխալ է տեղի ունեցել, ձեր քաշած դաժան օրերը մեկուսարաններում անցած լինի։ Սովորական մտածելակերպ է, իդեպ ասեմ, որ սա արտառոց որևէ բան չկա, նման կերպ են վարվում և սփյուռքահայերի հետ, և հայաստանցիների հետ, և խոշոր գործարանների հետ, և մանր առևտրականների հետ։ Տվյալ դեպքում Նարեկի և մյուսների բախտը բերել է, որ ունեն հնարավորություն և ցանկություն, և տրամադրվածություն պայքարելու իրենց իրավունքների համար, պետական ապօրինության և անօրինականության դեմ, ցանկություն և մտադրություն ունեն պահանջելու իրենց բոլոր կրած նյութական վնասների վերականգնումը, և միգուցե սա առիթ է, ես հույս ունեմ, մի փոքր հույս ունեմ, որ պետական ծառայողների մարմինների համար մտածելու տեղիք կտա, հնարավորություն կտա, որ օրենքը, մանավանդ քրեական օրենսդրությունը մի քիչ փոքր այսպիսի ցանկությունով կամ բանով ճոճեն աջ ու ձախ, որովհետև երբեմն կարող է իրենց կպնի։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է կոնկրետ պատասխանատվություն անմեղ անձին դատապարտելու համար։ Ինչ վերաբերում է վարչական վարույթին, վարչական դատարանը շարունակում է իր քննությունը կապված ակտի հետ, մենք կարծում ենք, որ հույս ունենք, որ օբյեկտիվ քննություն տեղի կունենա,
կներկայացնենք ակտի չեղած հիմքերը, որ այդ ակտը ամբողջովին մի ինչ-որ շարադրության նման մի ինչ-որ փաստաթուղթ է, անհիմն, որը իսկապես լուրջ փաստաթուղթ է, լուրջ հետևանքներ ունեցող փաստաթուղթ է, որովհետև կրկնում եմ, քրեական գործը ամբողջովին կառուցված է ակտի վրա։ Մեկ հանգամանք նույնպես կուզենայի ձեր ուշադրությանը հրավիրել հանգամանքի վրա, որ համատարած օրինախախտումներ են տեղի ունենում, օրինակ քննիչի գույքի, ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելուն հետևել է հարկատիր կատարողի ինքնագործունեությունը ընկերության մաքսային գործառույթները արգելափակելու համար։ Այսինքն ընկերությունը ներմուծող ընկերություն է, ապրանք է ներմուծում եւ չգիտեմ ինչ հնարամտության արդյունքում հարկատիր կատարողը որոշել է դուրս գալ կատարողական թերթի, դատարանի տված կատարողական թերթի շրջանակից, որտեղ հստակ գրված է արգելանք դնել ընկերությանը պատկանող գույքի վրա, բայց ոչ թե արգելափակել դեռ ընկերության գույքը չհանդիսացող ապրանքի շրջանառությունը։ Այսինքն այդ ապրանքը դեռ մաքսազերծված չէ, հայտարարագիր ներկայացված չի, բայց ասում են, որ դուք ընդհանրապես ապրանք ներմուծելու հայտարարագիր ներկայացնելու հնարավորություն չունեք։ Հստակ գիտակցելով դրա նյութական վնասի ծավալը, հետևանքները։ Սա նույնպես անթակույց ցանկություն է, շատ կոպիտ ձևով, ապօրինի ձևով արվող կոնկրետ վնաս պատճառելու համար։ Եթե ես ի սկզբանե ցանկացած վարչական կամ ցանկացած գործով, երբ որ հակառակորդը պետական մարմինն է, նախ փորձում եմ իմ վստահորդի սխալները գտնել։ Միգուցե հաշվապահական սխալ կա, միգուցե չհասկանալու օրենքը չհասկանալու սխալ կա։ Այստեղ այնքան տեսանելի է, ակնառու է պետական մարմնի սխալների շարքը, որ անիմաստ է փորձել ընկերության մոտ հաշվապահական կամ այլ ինչ տիպի սխալ գտնելու, որովհետև նախահարցակը բոլոր այս դեպքերում պետությունն է եւ պետական մարմինն է։ Ես կրկնում եմ իմ վստահորդի անունից, որ մինչև վերջ հետամուտ են լինելու իրենց նյութական վնասները վերականգնելու հարցում եւ միգուցե սա կհանգեցնի անձնական արդեն քաղցրայողների, որոնք որ ստորագրել են փաստաթղթերի տակ, նրանց պատասխանատվությունը բարձրացնելու հարցին։ Այսքանը։